Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր, Անաստասիան։ Ձանից չեմ վախենում, Լեոն։ Ես ուղղակի չեմ ուզում քեզ Անաստասիայի կողքին տեսնելու վերջ։ Բայց ես քեզ չի հարցնում, վախենում ես ինձանից թե ոչ։ Ես հարցնում եմ, ինչից ես վախենում։ Ինչու՞ չես ուզում, որ ես Անաստասիային մոտ լինեմ։ Դե որովհետև Անաստասիան ինձ է պատկանում, եւ ես չեմ ուզում, որ դու նրան մոտ գնաս։ Լսիր, որքան գիտեմ դու ամուսնացած ես, եւ քո կինը հիմա քո կարիքն ավելի է զգում, քան երբևէ։ Չգիտեմ ինչ ես անելու, բայց խորհուրդ կտամ քեզ։ Կանոնավոր ես քեզ։ Իմ անձնական կյանքը զարմիկ միայն ինձ է վերաբերվում։ Թույլ ասեմ քեզ, որ այդ ամեն ինձ վրա վատ է անդրդառնում։ Ես Անաստասիայի հետ կապված շատ նպատակներ ունեմ։ Նույնիսկ չմտածես վնասել Անաստասիային, Լեոն։ Նույնիսկ չերազես այդ մասին։ Միշտ հիշիր, Լեոն, որ ես շատ մոտ եմ քեզ։ Շատ մոտ եմ։ Ես հսկում եմ քեզ, պարզ է։ Հսկում եմ քեզ։ Un solo error. Լուսիային ինչ է պատահել, դու նրա հետ ինչ գործ ունես Կոնստանսա։ Դուք ճանաչում եք օրորդ Լուսիա Ֆուենտեսին։ Այո։ Ձայնդ կտրիր։ Իհարկե, նա Հելենա Բորովսկու ու Վալենտինոյի դուստերն է։ Ոչ, նրա վրա ուշադրություն մի դարձրեք, նա հիվանդ է, նա Պարկինսոնի հիվանդությամբ է տառապում, այո։ Երևի Ալցմեյերի հիվանդությունը նկատի ունեք։ Ոչ, ես այդպիսի բան չգիտեմ, բայց Ֆակունդոն շատ վատ է, տեսեք, նույնիսկ մազերն են թափվել։ Կարծում եմ այս մարդու վիճակը շատ էլ լավ է, իսկ դուք ինչպես երևում է, դուք այնքան էլ լավ չեք, եթե չեք ուզում ճշմարտությունն ասել, եթե ուզում եք գողանալ այն գումարը, որը Վալենտինոն օրորդ Լուսիային է տվել, ես նրան կառաջարկեմ ձեզ դատի տալ եւ խլել ձեզանից այն ամենը, ինչ իր հայրը ձեզ է թողել։ Մենք շուտով կհանդիպենք, բայց դատարանում։ Ցտեսություն, Տիկին։ Քո պատճառով, միայն քո պատճառով սևամորթ անտաշ, քո պատճառով ես փողոցում կհայտնվեմ։ Ես շատ եմ ամաչում, որովհետև պատկերացրու այս տարիքում գալու փող խնդրել, ավելի ճիշտ ողորմություն խնդրել, որպեսզի մի նոր գործ սկսի։ Դա ուղղակի ոչ, ուրախ, ամաչելու կարիք չկա։ Ոչինչ էլ չես մորում։ Չէ՞ որ մենք հարազատներ ենք։ Ես քեզ համար ամեն ինչ կանեմ ինչ որ կարող եմ, ուղղակի չեմ կարող ընկերությունից գումար հատկացնել քեզ։ Ոչ, Սանտիագո։ Ոչ, իհարկե ոչ։ Հայրս քեզ կսպանի։ Ոչ։ Բանն այն է, դե հասկանում ես, մենք չենք աշխատում, ու բոլոր հաշիվները արգելափակված են։ Դե ես մի քիչ գումար ունեմ։ Դա այնքան էլ շատ չէ, բայց կարող եմ ձեզ տալ։ Կվերադարձնենք երբ ունենաք։ Ոչ, Սանտիագո, ոչ տղաս, դա քո փողն է։ Ողջ տան հոգսը քեզ վրա է, դու պետք է ընտանիքիդ մասին հոգ տանես։ Բացի այդ, մենք դեռ պետք է վերանորոգենք այդ ռեստորանը, հասկանում ես։ Ակվիլես, ես երևի լավ կլինի ես աշխատանք փնտրեմ, ես ախր դերասանուհի եմ, չէ՞։ Ոչ, ես չեմ ուզում, որ դու նման բան անես։ Ես քեզ դրա համար չեմ նոր կյանք առաջարկել Ագրիպինա։ Դե կտեսնենք։ Սպասիր օրեղ, սպասիր, ինձ թվում է ես կարող եմ քեզ աշխատանք առաջարկել։ Դու կարող ես մեր տերապետը լինել։ Այո, կարող ես Անաստասիայի հետ աշխատել այս նոր պրոյեկտի վրա։ Իսկապես, քեզ այն հետաքրքրում է։ Այո, իհարկե հետաքրքրում է։ Շնորհակալ եմ։ Անչափ շնորհակալ եմ, թույլ տուր ասեմ, որ մենք երկուսս էլ անչափ իրախտապարտ ենք քեզանից։ Այո, շնորհակալ եմ։ Սխալվում ես, եթե կարծում ես, որ ես կհանդուրժեմ քո ներկայացումները, ոչ, բավական է, որքան Օվիդիոյի պատճառով տառապեցի, այլևս նման բան չեմ հանդուրժի։ Դու նրանից էլ վատն ես, դու վիրավորում ես ինձ, նա միայն խոսքով էր վիրավորում, իսկ դու բռունցքներդ ես գործի դնում։ Ես թույլ չեմ տա, որ գաս ու ինձ ասես, թե ինչ պետք է անեմ, թույլ չեմ տա, հասկացար, դա ինձ դուր չի գալիս։ Միթե չես հասկանում, որ ես պաշտպանում եմ քեզ, Անաստասիա։
Այո, ուրախ եմ, որ պաշտպանում ես ինձ, պատկերացրու, եթե քեզ հանկարծ մի բան դուրս չգա, դու կսպանես ինձ։ Ինչ լեզվով ասեմ, որ չեմ վստահում Լեոնին։ Միթե չես հասկանում։ Ես ուզում եմ, որ դու հեռու մնաս նրանից։ Իսկ ինչու դու չես կարողանում հասկանալ, որ ես միայն ուզում եմ իմ քուր Ալեքսանդրային տեսնել։ Լեոնը պետք է ինձ նրա մոտ տանի։ Ինչու են բոլորը դեմ, որ ես նրան տեսնեմ։ Նա բարկանում է ինձ վրա, ես ուզում եմ, որ նա ինձ այդ մասին անձամբ ասի, աչքերից նայի ու ասի։ Եթե նա ինձ իսկապես ատում է, ուզում եմ, որ աչքերից մեջ նայի ու ասի այդ մասին։ Բոլորը նույնն են կրկնում, բայց ես չեմ հավատում։ Լավ, շատ լավ։ Ես քեզ Ալեքսանդրայի մոտ կտանեմ, միայն թե լռիր։ Բերանդ փակիր ու էլ ոչինչ մի ասա։ Ինչպես պիտի լռեմ։ Դու չափնացնում ես։ Ես կլռեմ, երբ ցանկանամ, լսեցիր։ Աստված մարդուն խոսելու հնարավորություն է տվել, որ երբ ինչ-որ բան ուզենա ասել, կարողանա արտահայտվել։ Տատիկ։ Տատիկ, որտեղ ես։ Տատիկ։ 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 Աստված իմ, տեսնես ուր է։ Տատիկ։ Տատիկ, որտեղ ես։ Աուրելիոն թույլ չտվեց, որ նա այստեղ գա։ Նա կանգնել էր իմ առջև այնպես, կարծես ես Լեոնս նրա համար ոչ մի վտանգ չեմ ներկայացնում։ Հետո ասաց, որ ուշադիր հետևում է ինձ։ Նա հետևում է ինձ։ Իսկապես շատ զարմանալի է։ Այո, շատ զարմանալի է, բայց լսիր։ Սա դեռ ամենը չէ։ Նա ասաց, որ սպասում է, որ վանականը մի սխալ թույլ տա։ Սպասում է, որ ես սխալ թույլ կտամ, ընդամենը մի սխալ։ Այդ մարդը երազանքների գիրքն է ընկել։ Իսկապես նա երազում է։ Իրոք երազում է։ Չի հասկանում։ Նա ոչինչ չի հասկանում։ Ոչինչ։ Աուրելիո, ես եմ։ Միայն ես ու դու։ Միայն մենք պետք է այս հարցը լուծենք։ Ես քեզ կզանգեմ։ Իսկ ավելի ուշ հասցեն կտամ։ Դե ասա Աուրելիո, այդ ով էր զանգել։ Դու շատ տարօրինակ ես քեզ պահում։ Աուրելիո, զգուշացիր։ Լսիր, դու ավելի խորհրդավոր մարդ ես, քան Օվիդիոն։ Բայց Աստված իմ, ինչ անեմ, որ ինձ միայն խելագարներն են սիրում։ Լավ, շատ լավ, հանգստացիր։ Գիտես ինչ։ Դու շատ լարված ես ու հուզված։ Դու անընդհատ Ալեքսանդրայի մասին ես մտածում։ Այո, դու շատ լարված ես։ Այդ պատճառով էլ նյարդային ես դարձել։ Այո, իհարկե, ասա, որ աչքից ոչինչ չի երևում։ Լավ, ասենք լարված եմ, իսկ դու ավելի տարօրինակ ես, քան 3 թաթ ունեցող շունը։ Քիչ էր մնում հարված էիր ինձ, երբ իմացար, որ Լեոնի հետ տեղ եմ գնացել, իսկ ես չեմ էլ կարող հարցնել, թե ով էր քեզ զանգել, այո, երևի այդ կպչուն ու երգերեսանի Լուսիան է։ Ոչ որ, զանգողը նա չէր։ Նա չէր, երդվում եմ։ Գիտես ինչ կանենք, ես քեզ Ալեքսանդրայի մոտ կտանեմ, լավ։ Այդպես քեզ ավելի լավ կզգաս։ Լավ։ Դե լավ, պատմեք ինձ այդ ռեստորանի մասին։ Լսիր, Սանտիագո, դա շատ փոքր ռեստորան է լինելու։ Շատ փոքր։ Այն շատ էժան են վաճառում։ Այո, բայց բանն այն է, որ մենք գրոշ անգամ չունենք, ահա թե ինչումն է հարցը։ Տեսեք, եթե դες փողը հարկավոր, գուցե ես ես մի փոքր ավանս տամ։ Ոչ։ Եթե մտածենք, մեզ իսկապես փողը պետք գալու։ Այո, փողը մեզ հաստատ պետք կգա, բայց իմ վաստակածը հաստատ բոլոր ծախսերի համար չի բավականացնի ու Այո, Սանտիագո, կարծում ես նախկին սկեսրայրս Ակվիլեսին կարող է մի քիչ գումար տալ, հասկանում ես, դա շատ լավ բիզնես է։ Այո, շատ լավ բիզնես է։ Մայրիկ, դու գիտես, որ պապիկը շատ բարկացած է ձեզ վրա։ Ու գիտես նաև, որ նա շատ համառ է։ Կտեսնեմ ինչ կարող եմ անել, կաշխատեմ այդ գումարը ձեռք բերել, բայց դուք հետո պետք է վերադարձնեք այն։ Ողջ գումարը, մինչև վերջին ցենտը։ Դե իհարկե։
Մենք միջև վերջին ցենտը կվերադարձնենք։ Ագրիպինա, ես գիտեմ, որ մեզ մոտ կստացվի։ Ես համաձայն եմ 0-ից սկսել, որովհետև դու կողքից ես։ Ու մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Այո։ Մեզ ոչինչ չի կարող բաժանել։ Ոչինչ։ Ներիր։ Շնորհակալություն, որդիս։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ոչ, չարժե, պետք չէ այդպես։ Եթե դուք երջանիկ լինեք, ես էլ երջանիկ կլինեմ։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն։ Լավ։ Ասմիլինի, ջրի բերածը ջուրն էլ տանում է։ Այստեղ ոչ մի ջուր էլ չկա։ Ինչ է պատահել, ասա գուցե կարողանամ օգնել։ Ոչ, չեմ կարող, որովհետև եթե պատմեմ քեզ, նորից լաց կլինեմ։ Իսկ եթե լաց լինեմ, շուտ կծերանամ։ Հասկանում ես, բանն այն է, որ Վալենտինոն ոչ մի ժառանգ չունի, եւ երբ վանականը սպանեց նրան, նրա հարստությունն ինձ մնաց։ Իսկ հիմա հայտնվել է նրա դուստրը եւ ամեն ինչ նրան է բաժին հասնելու։ Ճիշտ այդպես։ Իսկ ով բացեց իր մեծ բերանն ու ասաց, որ այդ կոլումբիացի աղջիկը Վալենտինոյի ու իմ մայրիկի դուստրն է։ Ով ասաց։ Ես գաղափար չունեմ։ Ախ, միթե, դու հիմար, դու չգիտես, թե որքան դժվար էր այդ ողջ գումարը ձեռք գցել։ Դու չգիտես, թե ես որքան ջանք եմ թափել դրա համար։ Իսկ հիմա դու հայտնվեցիր ու ամեն ինչ փչացրիր։ Ինձ համար նոր խնդիրներ ստեղծեցիր։ Հապա Կոնստանսային է, կարծես սիրունի գառուկ լինի, բայց իրականում թունավորոց է։ Լսիր, բավական է վիրավոր ես ինձ պարզ է, ես դա քեզ թույլ չեմ տա։ Ինչ ուզում ես կարող ես ասել, ես ամեն օր մարզասրահ եմ գնում, ժամերով մարզանք եմ անում, որ օծի տեսք չունենամ, ու բացի այդ չհամարձակվես ինձ որևէ բան ասել, որովհետև եթե նրանք իմ գումարը ձեռքիցս խլեն, ես ասելու եմ, որ դու ես վանականը։ Տատիկ, ես գնում եմ Ավրելիոյի հետ հանդիպելու, լսում ես։ Դեմետրիայի տեսագրությունն էլ ինձ հետ եմ վերցնում։ Այո, եղավ։ Ես պատրաստ եմ այդ ճամփորդության վիդեո։ Լավ, մենք ընտանեկան ինքնաթիռը կվերցնենք, մեզ արդեն սպասում են օդանավակայանում մի քանի ժամ հետո։ Ոչ ոք մեր տեղը չի իմանա։ Երբ կրկին այստեղ վերադառնամ, ես այդ արտասովոր աղջկան ցույց կտամ։ Թող պատրաստվեն, որովհետև երբ վերադառնամ ամեն ինչ ետ եմ վերցնելու։ Ով է վիդեո։ Չգիտեմ, գուցե Մարլենն է վերադարձել, նա շատ թափթփված է եւ ցրված, գուցե ինչ-որ բան է մոռացել։ Որտեղ է Ալեքսանդրան, որտեղ է։ Նույնիսկ եթե ավոր բարկացած եք, միևնույն է չեք կարող Ակվիլեսին ու մորս փողոց նետել։ Եթե ուզում ես իմանալ, Սանտիագո, դա քեզ բոլորովին չի վերաբերվում։ Այդ խնդիրը միայն մեզ է վերաբերվում ու մենք ինքներս էլ կլուծենք այն։ Ոչ, սպասիր հորաքույր, ես չեմ ուզում խառնվել ձեր գործերին, բայց չեմ էլ ուզում, որ ատելությամբ լծվեք մյուսների նկատմամբ։ Տեր Աստված, չի կարելի այդպես ապրել։ Չի կարելի այդքան թշնամանք ու չարություն կուտակել ներսում։ Դա լավ բան չի բերի։ Սուրբ Սանտիագո խոսեց։ Վերահսկիր քեզ, Տեոբալդո, հանգստացիր։ Ես մեն ուզում եմ, որ դե չափահաս մարդկանց պես պահեք։ Ես չեմ պատրաստում դատապարտել ձեզ։ Եթե ուզում եք կիսել ունեցվածքը, շատ լավ, ես դեմ չեմ, բայց փորձեք համաձայնության գալ, խոսեք իրար հետ, լավ։ Իհարկե, տեսնում եմ, թե դուք ինդ ինչպես եք համաձայնության եկել, դուք միասին եք, չէ՞, ես քեզ անգամ չեմ ուզում լսել, խորհուրդներդ քեզ բայր, ես գնում եմ։ Նրա վրա ուշադրություն մի դարձրու, Սանտիագո, նա էլի հարբած է։ Ալեքսանդրա, խնդրում եմ քեզ, աղաչում եմ, լսիր քրոջդ։ Ոչ, ես նախընտրում եմ խուլ լինել։ Իսկ ես ուրախ եմ լսել քեզ։ Կատան ինձ ասաց, որ քեզ վիրահատել են,
Եվ որ դու հիմա կարողանում ես լսել, ես անչափ ուրախ եմ քեզ համար։ Ստախոս դու ուզում էիր սպանել ինձ, որպեսի Աուրելիոյի հետ լինեիր, ուզում էիր սպանել ինձ, ու հենց այդ պատճառով էլ ական տեղադրեցիր այնտեղ, այդ դու ինձ ստիպեցիր քո փոխարեն հանդես գալ, քո պատճառով քիչ էր մնում մահանայի։ Ոչ, Ալեքս, ոչ, դա ճիշտ չէ, ես դրա հետ ոչ մի կապ չունեմ, երդվում եմ, քույրիկս, երդվում եմ աշխարհի բոլոր սրբերով, քույրիկս։ Քույրիկս, դու քեզ բոլորովին նման չես, ասես ուրիշ մարդ լինես, թվում է ինչ-որ մեկը փոխել է քեզ, քույրիկս, դու նման չես իմ այն սիրելի քույրիկին, թվում է դու մեր երեքից մեկը չես, որովհետև չես հասկանում ինձ ու չես զգում, թե որքան է սիրտս ցավում քեզ համար, ինչ մեծ ցավ եմ զգում, քույրիկս։ Լավ, վերջ։ Բավական է քեզ նվաստացնես, Անաստասիա։ Տեսնում ես, քուրը դեռ պատահածի ազատության տակ է ու չի գիտակցում, թե ինչ էր ասում։ Նա շուտով իրեն լավ կզգա, հանգստացիր։ Քույրիկս։ Բարև Ագրիպինա, նստիր։ Շնորհակալ եմ։ Արագ խոսիր, ես թաղում պետք է գնամ։ Թաղում, այ քեզ ողբերգությունը ընտանիքի անդամներից մեկն է մահացել։ Ոչ, Ագրիպինա, ոչ, դա ուղղակի մի մարդու թաղում եմ, իսկական թշվառի թաղում եմ, որին ես եմ սպանել տվել, որովհետև փողը չէր վճարել։ Ով Սուրբ Մարիամ։ Ոչ, մի վախեցեք, պարոն Բորովսկի, մի վախեցեք։ Դուք ընտանիքի անդամ եք, բայց եթե չվճարեք, դուք էլ թշվառի բախտին կարժանանաք։ Ճիշտ է։ Բայց առանց տանջանքի, պարզ է։ Լավ, ահա պայմանագիրը։ Ստորագրեք եւ այդ խոզանոցը ձերն է։ Պայմանագրում նշված է ամեն ինչ, դուք պետք է պարտքը ժամանակին մարեք։ Այո, իհարկե։ Ինչ։ Այսպիսի գումարը թավաբանի համար, միլիոններ, բայց դուք ինքներդ ասացիք, որ դա խոզանոց է, ու հենց այդպես էլ կա։ Քեզ ինչ եղավ Ակվիլես, հիվանդ ես ինչ է։ Հիվանդ։ Արի այստեղ։ Իհարկե, դու իսկապես հիվանդ ես, այդ ռեստորանը շատ լավն է, բավական հաճախորդներ ունի։ Ինչ հաճախորդներ։ Սրանք երևի ուղղակի ձիերով զբաղված մարդիկ են։ Այստեղ ահավոր Ագրիպինա։ Պատերը չես տեսնում ինչը։ Ամենտեղից ջուր է հոսում։ Բացի այդ ահավոր հոտ է գալիս։ Ես ոչինչ չեմ սորագրի։ Նրանք ուզում են թալանել մեզ։ Այ չասում, այդ անիցիալն ինձ գող է անվանում Ագրիպինա։ Ոչ, կնքահայր, իհարկե ոչ։ Հանգստացեք, կնքահայր, բանն այն է, որ Ակվիլեսը դեռ վերևի բնակարանը չի տեսել, վստահ եմ, որ երբ տեսնի այն, անմիջապես կարծիքը կփոխի։ Ես ճիշտ եմ Ակվիլես։ Այո, դե ասեք, ես որտեղ պիտի ստորագրեմ։ Այստեղ։ Ճիշտ է։ Քույրիկ, խնդրում եմ, ինձ նայիր, բացիր աչքերդ, ինձ նայիր, փորձիր զգալ, հավատա ինձ քույրիկս, խնդրում եմ։ Ստում ես։ Դու ստում ես, դու ուզում ես վերահսկել ու ղեկավարել ինձ ինչպես միշտ, բայց սխալվում ես, ես այլևս քեզ դա թույլ չեմ տա, ես արթնացել եմ ու այլևս քեզ չեմ հավատում։ Մենք պետք է գնանք Անաստասիա։ Դու ինձ խնդրեցիր, որ քեզ այստեղ բերեմ, ես էլ քեզ այստեղ բերեցի։ Ու ինքդ տեսար, որ այն ինչ ասում էի քեզ, քրոջդ մասին ճիշտ է, այնպես որ չարժե հիմա զուր ժամանակ վատնել։ Լավ, ես կգնամ։ Ես չեմ ուզում քեզ նեղություն պատճառել կամ անհանգստացնել։ Քույրիկ, պարզապես ուզում եմ իմանաս, որ ես սիրում եմ քեզ։ Ես սիրում եմ քեզ ու շատ եմ խնդրում, որ ներես ինձ։ Ներիր, եթե ցավ եմ պատճառել քեզ։ Ես դա դիտավորյալ չեմ արել։ Աղաչում եմ, ներիր ինձ։ Լավ, վերջ, գնացեք այստեղից, դուրս կորեք։ Գնացեք, հեռացեք։ Դուրս այստեղից։ Ալեքսանդրա, հանգստացիր, ես այստեղ եմ, ես կպաշտպանեմ քեզ։ Ես չեմ ուզում, որ դու տառապես։ Այդ պատճառով էլ ուզում եմ, որ մեկնենք այստեղից։ Այնտեղ քեզ ոչ ոք չի անհանգստացնի, քեզ համար շատ լավ կլինի։ Հանգստացիր։
Ես եկել եմ։ Քեզ եմ սպասում։ Ցտեսություն Ագրիպինա։ Ցտեսություն կնքահայր։ Ակվիլես, վերջապես մենք մեր բիզնեսն ունեցանք։ Կտեսնես, թե որքան երջանիկ կլինենք։ Molto felice qua, Ես դրանում այնքան էլ վստահ չեմ։ Բայց սեր, իմ կտեսնես, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ սա քաղաքի լավագույն ռեստորանը կդառնա։ Մենք հիմա ոչինչ չունենք, ճիշտ է, ոչինչ չունենք, բայց մենք դեռ շատ կհարստանանք, դեռ կտեսնես։ Իսկ ինչ կլինի, եթե չկարողանանք վճարել։ Իսկ եթե չկարողանանք վճարել կնքահորա, ինչ կլինի։ Մենք միասին կմահանանք, սիրելիս, ինչպես Ռոմեոն եւ Ջուլիետը։ Ինչ եղել Աուրելիո։ Միթե վախեցա։ Ոչ։ Ինձ այդպես չի թվում։ Ես սպասում եմ, որ տեսնեմ, թե ինչ ես ասելու։ Դեմետրիան հանճար էր։ Իսկական հանճար։ Ես պաշտում եմ նրան։ Նա շատ լավ կին էր։ Ափսոս, որ այդքան դաժան մահով մահացավ։ Այս տեսայերեզը շատ կարևոր է Աուրելիո։ Ես քեզ սրանով կոչնչացնեմ։ Ալեքսանդրան ատում է ինձ։ Նա ատում է ինձ։ Ես այլևս չեմ կարող դիմանալ, հասկանում ես։ Սիրտս տակնու վրա է լինում։ Նա գիտեր, թե ինչ պետք է ասի, որ ինձ ցավ պատճառի։ Ինձ լսիր։ Լսիր, դու պետք է համբերությամբ զինվես, որովհետև Ալեքսանդրան շատ դժվարությունների միջով է անցել։ Նա հրաշքով է կենդանի մնացել։ Հիմա նա այդպես է խոսում։ Ատելությամբ է լցված քո հանդեպ, որովհետև հիշում է այն դժոխքը, որի միջով անցել է։ Դու պետք է համբերատար լինես։ Եվ կտեսնես, ամեն ինչ կփոխվի։ Ամեն ինչ նորից առաջվանը կլինի։ Չգիտեմ, Աուրելիո, ես շատ եմ տառապում, Ալեքսանդրան այդպիսին չէր։ Նա շատ բարի էր, քնքուշ ու քաղցր աղջիկ էր։ Իսկ հիմա տեսար, թե ինչպես էր խոսում, կարծես առյուծ լիներ, առյուծի պես հարձակվում էր։ Նա ասում էր, որ ես էի ական տեղադրել, որպեսզի քեզ հետ լինեմ, բայց դու գիտես, որ դա այդպես չէ։ Դե տեսնում ես, դա էլ մի այլ պատճառ հասկանալը, որ Ալեքսանդրան իրականում այդպիսին չէ։ Ուղղակի նա այդպես է խոսում, որովհետև բարկացած է։ Իսկ նման վիճակում մարդիկ հաճախ հիմար բաներ են ասում։ Ոչ, Աուրելիո։ Չգիտեմ, կարող եմ դիմանալ այս ցավին, թե ոչ։ Ես չգիտեմ, թե ինչպես եմ այս ցավը սրտումս ապրելու։ Ինձ համար շատ դժվար է, Աուրելիո։ Ինչպես դիմանամ այս ցավին։ Ալեքսանդրան ատում է ինձ, որովհետև ես քեզ եմ սիրում։ Գրողը տանի Աուրելիո, քեզ ինչ եղավ։ Միթե այդ հեռախոսը ավելի կարևոր է, քան ես։ Սեր իմ հանգստացիր, հանգիստ։ Բարկությունդ ինձ վրա մի թափիր։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Իսկ այդ ով է քեզ հաղորդագրություն ուղարկել։ Հաստատ պարոն Տոնին է, նա սիրում է մարդկանց անհանգստացնել։ Չես պատկերացնում, թե որքան եմ ուզում սպանել քեզ։ Լսեք, պարոն մեկից գուր եղեք, այնպես շանեք, որ վերջում նույն խցում հայտնվենք։ Դու իմ աղջկան դժբախտացրեցիր, իմ սիրուն ու լավ աղջկան Սրիկա։ Իմ երեխաներն ատում են քեզ։ Իսկ Գրեգորյան իր հիվանդության պատճառով սիրեց քեզ, իսկ դու ինչպես վարվեցիր Սրիկա։ Ոչ նա չի փոխվել, նա նույնն է, ու գիտեք ինչու, որովհետև հրեշտակների թևերը այդքան հեշտ չեն փոխվում, հասկանում եք։ Իսկ Պիայի մասին ինչ կասես, թե։ Ոչինչ,
Դու նրա կյանքն էլ խորտակեցիր ու ես չեմ պատրաստվում ներել քեզ երբեք։ Ուղղակի եկել եմ այստեղ, որովհետև Գրեգորյանն է ինձ խնդրել։ Բայց դուք կարող եք տանել մնալ այնպես չէ։ Միևնույն է, ես դուրս կգամ այստեղից։ Ձեզ չի հաջողվում բաժանել ինձ Գրեգորիայից, հասկանում եք, երբեք։ Ես երբեք չեմ հեռանա։ Ես չեմ լքելու նրան։ Սերիմ Լեոնը լավ մարդ չէ, խնդրում եմ, հավատա ինձ։ Այո, դա ճիշտ է, երբեմն նա իրեն տարօրինակ է պահում։ Երբ մենք գալիս էինք, նա բջջայինով զանգեց ու մի կնոջ հետ էր խոսում, որին տատիկ էր անվանում։ Տատիկ։ Բայց չէ որ Հելենան մահացել է։ Երևի Բրոմելիայի մոր մասին է խոսքը։ Չգիտեմ, անընդհատ ասում էր տատիկ այստեղ, տատիկ այնտեղ։ Այդ կինը չկարողացավ ինձ հետ խոսել, որովհետև ինչպես ինձ թվաց ամաչում էր, բայց նրա հետ երկար խոսում էր ու խոսում։ Սերիմ, խնդրում եմ, ինձ լսիր։ Լեոնը խելագար է, խոստացիր, որ հեռու կմնաս նրանից։ Ասա, որ չես մոտենա նրան։ Խոստացիր, խնդրում եմ։ Կարծում ես դա այդքան անհրաժեշտ է։ Խոստացիր ինձ Անաստասիա։ Դե լավ։ Լավ, եթե դու դա ես ուզում, խոստանում եմ, որ այդպես էլ կանեմ։ Ես պետք է այսօրվա ամեն մի մանրուքը նկարահանեմ։ Այսօր ամեն ինչ կատարյալ պետք է լինի։ Կատարյալ, որովհետև այսօր ուղղակի հրաշալի է լինելու։ Հրաշալի։ Պարոն, շնորհակալ եմ, որ եկաք։ Ինձ համար մի անհանգստացեք, երբ ես դուրս գամ այստեղից, առաջին բանը, որ անելու եմ, կնոջս եմ փնտրելու, որ կարողանամ բաժանվել նրանից։ Ինչպիսի համառություն Աստվածի։ Դու ուզում ես բաժանվել, Գրեգորյան անընդհատ քո մասին է խոսում։ Նա ասում է, որ սիրում է քեզ ճիշտ այնպես, ինչպես ուրիշ կանայք են սիրում տղամարդկանց։ Ոչ, գիտեք ինչ, նա նման չէ ուրիշ կանանց, նա շատ յուրահատուկ կին է։ Գեղեցիկ, զարմանալի, հասկանում եք։ Ոյո, դու ճիշտ ես, հիմա նա ավելի է գեղեցկացել, ավելի կենսախինդ է դարձել ու ես չգիտեմ ինչ անեմ, թեև հասկանում եմ, որ դա սխալ է։ Տեր Աստված, պարոն, բայց ինչն է ճիշտ, որտեղ է գրված, թե ինչպես պետք է տարբերել լավը վատից։ Դուք անհանգստանում եք, որովհետև գոյթան երջանիկ է, իհարկե, երբ նա տխուր է ու խնդիրներ ունի, անհանգստանալու կարիք չկա, չէ։ Պետք է հիմա անհանգստանալ, երբ նա ուրախ է, երբ նա երգում է։ Չգիտեմ, երևի տարիների հետ բնավորությունս փոխվել է։ Ոչ, պարոն, ոչ։ Գիտեք ինչ։ Դա նրանից է, որ տիկին Յոլանդան սիրում է ձեզ։ Հասկանում եք։ Դուք էլ նույն վիճակում եք, ինչ որ ես։ Մենք կարծում ենք, թե շատ ուժեղ ենք, բայց երբ այն կինը, որին սիրում ենք, հանկարծ ժպտում է մեզ, մենք զգում ենք, որ ոչինչ անել չենք կարող։ Ես քեզ համար փաստաբան կվարձեմ, որը կօգնի քեզ բաժանվել սևամորթ։ Ինչ։ Իսկապես։ Դուք իսկապես դուք բժշկի գնացել եք, միգուցե հիվանդ եք։ Օրհնեք ինձ։ Ես կարող եմ ձեզ նույնիսկ քայլ անվանել։ Մոտ եկեք։ Ոչ, վերջ դուր ձեռքդ քեզ քաշիր, մի ստիպի սղճամասածներիս համար։ Ոչ, ես չեմ կարողանում հանգստանալ, Կլեմենտինան արդեն քանի օր է տուն չի եկել, իսկ դա ոչ ոքի չի հետաքրքրում, ոչ մայրիկիս, ոչ էլ պապիկիս։ Դե որովհետև արդեն սովոր են դրան, հանգստացիր, նա երևի էլի ընկերների հետ է, նրանց, ովքեր թմրանյութեր են վաճառում։ Լսիր Էմիլը, նա ինձ հաղորդագրություն է գրել եւ ասում է, որ ամեն ինչ կարգին է։ Նա երևի իրեն ընկերոջ հետ է, դե այն ռոքի սիրահարի։ Հանգստացիր։ Լսիր, բայց նա չի ասել թե որտեղ է։ Ոչ ընկերս։ Ու երբ ես նրան գրեցի, նա ինձ չպատասխանեց։ Նիկոլաս, կարող ես այդ հիմար կոլումբիացի նորեկ տիկնոջը կանչել։ Այս պարոնները նրան են փնտրում, արագացրու։ Բարև ձեզ։ Ներս եկեք։ Բարև ձեզ, ներեցեք։ Ինչ որ խնդիր կա։ Մենք Վալենտինո Ալֆոնսոյի փաստաբաններն ենք ու հասկացել ենք, որ օրիորդ Լուսիա Ֆուենտեսը Հելենա Բորովսկու ու մեր հանգուցյալ հաճախորդի դուստերն է։ Այո, դա ես եմ։ Ներեցեք։ Ձեզ ինչ է հարկավոր։ Մենք ձեր հոր փաստաբաններն ենք։ Ուզում ենք ասել, որ նա հսկայական ժառանգություն է թողել ձեզ։
Ինչ։ Ասա, Այս հավաքումը վերանորոգելու համար մեզ շատ փող է պետք։ Մենք չենք կարող միայն երազներով կառուցել այն։ բայց որդիս Սանտիագոն մեզ փող է տալու, չէ։ Կտեսնես այդ փողով մենք կկարողանանք կնքահոր պարտքը վճարել։ Մենք այլևս կախվածության մեջ չենք լինի պարոն Տոնիից, մենք ազատ կլինենք։ Ազատ ինչպես երկու թռչնակներ, հասկանում ես։ Y vamos a ser como dos pajaritos libres, libres. Իսկ ինչ ես կարծում, որտեղից ենք հաճախորդ գտնելու։ Լսիր, Ակվիլես, դու շատ վատ ես տրամադրված, հաստատ հիվանդ ես։ Օրինակ, այստեղ խոհանոցը կլինի։ Այստեղ ես կերակուր կպատրաստեմ, իմ հանգուցյալ տատիկի բաղադրատոմսերով, այնպիսի համեղ կերակուրներ կպատրաստեմ, որ մատներ տեր հետը կուտես։ Ճիշտ է։ Իհարկե ճիշտ է։ Իսկ այստեղ բեմը կլինի, մի մեծ ու ընդարձակ բեմ, որտեղ Ագրիպինան կերքի ու կպարի։ Մեծ ընգրիպին շոու է կազմակերպելու, մարդիկ դրսում հերթ կկանգնեն իմ շոուն նայելու համար, այ կտեսնես։ Իսկ եթե չստացվի Ագրիպինա։ Կստացվի, Ակվիլես։ Կստացվի, որովհետև ես քեզ սիրում եմ։ Ես քեզ շատ եմ սիրում ու ամեն ինչ կանեմ, միայն թե դու հպարտանաս ինձնով, հասկացար։ Այո, ճիշտ ես։ Դու շատ ճիշտ ես։ Ես գիշեր ցերեկ կաշխատեմ ու ամեն ինչ կանեմ, որ դու տեսնես, որ ես հավատում եմ քեզ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այո, ես լիարժեք մարդ կդառնամ, մեր կյանքը այնպեսին կլինի, ինչպեսին առաջ էր։ Մենք միշտ միասին կլինենք ու միշտ կսիրենք իրար։ Բանն այն է, որ տիկին Կոնստանսան ուզում էր գողանալ ձեր ժառանգությունը, բայց եթե կամենաք, մենք կարող ենք դատի տալ այդ ինքնակոչ ու խաբեբա կնոջը։ Ուզում եք, որ նրա դեմ մեղադրանք ներկայացնենք։ Սպասեք մտածեմ։ Այո, ներկայացրեք։ Այո, բանտ տարեք նրան։ Էй, հանգիստ։ Սպասիր։ Աստվածիմ, ինչ անեմ, ես փախստական եմ, ես պետք է փախուստի դիմեմ, ոստիկաններն ուզում են ինձ ձերբակալել, ինչ անեմ, այս մարմինը այդպիսի տառապանքների չի դիմանա, օխ, Տեր Աստված։ Հանգստացիր, լսիր, եթե այդքան շատ ես վախենում, կարող ես ինձ հետ իմ ֆերման գալ, ես քեզ կթաքցնեմ այնտեղ։ Արդեն այստեղ եմ, Լեոն։ Այո։ Ես գիտեմ, որ դու ես վանականը։ Արդեն երկար ժամանակ է ինչ գիտեմ այդ մասին։ Այսօր քո վերջին օրն է, Աուրելիո։ Ու չես կարող այդպես վարվել Էմիլիայի հետ։ Դու սխալվում ես, շատ ես սխալվում։ Ու բացի այդ դու այդքան փող ես ստանում, ինչ տարբերություն տիկին Կոնստանսային բան կուղարկեն, թե ոչ ճիշտ չեմ։ Ես ճիշտ կլինի, լավ մտածես։ Հապշտապ որոշումներ մի կայացրու։ Դե, այդ երբանից այս տան մեջ երեխաներին խոսք ասնում, խնդրում եմ լռեք երեխաներ, հարգեք մեծերին, լավ։ Ներեցեք։ Դե, ինչ որոշեցիք, օրիորդ Լուսիա։ Այո, ես ուզում եմ նրա դեմ մեղադրանք ներկայացնել։ Ուզում եմ, որ Կոնստանսա Բորովսկին բանտ նստի խաբեության համար։ Լավ, փոխենք թեման։
Այժմ միասին այգի գնանք ժառանգության մանրամասները քննարկելու համար։ Իհարկե։ Խնդրեմ։ Ներեցեք։ Ես կզգուշացնեմ մայրիկին, որ նա իմանա, թե այդ հիմար Լուսյան ինչ է ուզում անել։ Ես կարծում եմ, որ նա տիկին Հելենայի ու Վալենտինոյի դուստրը չէ։ Կարծում եմ, որ դու ես տիկին Հելենայի դուստրը։ Պատկերացնում ես, Էմիլիա, այդ ողջ գումարը քոնը կարող էր լինել։ Խնդրում եմ, Կատա, ինչպես կարող Ալեքսանդրան ասել, որ ես մեղավոր եմ։ Նա իմ հանդեպ արդարացի չէ։ Դու ինքդ էլ լավ գիտես, որ այդ ականը ես չեմ այնտեղ տեղադրել, որ ես չեմ նրան հոգեբուժարան տարել, ախը դու գիտես։ Դե ես գիտեի, որ դու այդ ամենը շատ ծանր ես տանելու հասկանում ես։ Բայց ով գիտի, թե նա իրեն ինչու է այդպես պահում։ Ես վստահ եմ, որ այդ ամենի ետևում Օվիդիոն է կանգնած։ Նա ուզում է վրեժ լուծել ինձնից։ Դա նրա ձեռքի գործն է։ Ես կասկած չունեմ, որ այդպես է։ Այո, Կատա, այո, մենք պետք է նրա մոտ գնանք, այդ բժշկի մոտ։ Բայց որտեղ կարող ենք գտնել նրան։ Ինչպես թե որտեղ կարող ենք նրան գտնել քույրիկս։ Իհարկե այն հոգեբուժարանում, որտեղ նրան մի անգամ Լազարոն էր տեսել, հենց այնտեղ էլ կգնանք։ Ինչպես, ինչ ասացիր, բայց ինչպես թե այդ երկերեսանին նման բան է ասել, ինչպես թե նա իմ փողերը ձեռքիցս վերցնում է, նույնիսկ մի գրուշ ինձ չի թողնում։ Այդ ինչ ես ասում։ Լուսիան է։ Ոչ, խնդրում եմ, Ֆակունդո, այնպես ես շփոթվում եմ, ես չեմ կարող միևնույն ժամանակ քեզ լսել ու հեռախոսով խոսել, ներիր ինձ, այո, իհարկե, նա էլ ինչ ասաց, ինչպես, Տեր Աստված։ Ոչ, այստեղ։ Հանգստացիր, ինչ պատահեց, պատմիր տեսնեմ։ Ոչ, փաստաբաններն ինձ բանտ կտանեն, նրանք ինձ ձեռնաշխտաներ կհագցնեն ու ճաղերի ետևում կփակեն, Աստվածին Ֆակունդո, օգնիր ինձ։ Մի րոպե, կարգին բացատրիր տեսնեմ ինչ է պատահել, լավ, կարգին բացատրիր։ Այո։ Սպասիր։ Այստեղ արի։ Բանն այն է, որ Լուսիան ուզում է, որ ինձ բանտ ուղարկի, որ համազգեստ հագցնեն տափակ կոշիկներ ու չգիտեմ էլ ինչ ահավոր բաներ, բայց ես նրա ժառանգությունը չեմ վերցրել, ես ոչինչ չեմ խլել նրանից, ես ոչինչ չեմ գողացել, դու պատկերացնում ես ինձ բանտում, ոչ, դա անհնար է, բանտում ոչ ոք մազերից չի հարդարի, բանտում լոգարան կա? Ինձ թվում է, ես այնտեղ չեմ կարողանա սննդիս հետևել, իսկ եղունգներս։ Հանգստացիր, մենք կարող ենք խոսել փաստաբանների հետ ու ինչ-որ օրինական լուծում գտնել, այնպես որ հանգստացիր։ Ոչ, Իրակունդո, պետք չէ, նույնիսկ եթե ես ստիպված լինեմ Տարզանի պես ապրել, միևնույն է, քո ֆերման չեմ գնա։ Մակոն ինչպես է։ Ինչ է պատահել նրան։ Նա ազատ է։ Ազատ։ Մի րոպե հայրիկ, դու ասացիր ազատ։ Ազատ, Պիա, ազատ, ես հոգնել եմ բոլորին դեմ դուրս գալուց։ Այդ մարդը սիրում է քրոջդ, քույրդ էլ նրան է սիրում, դե ես էլ որոշեցի օգնել նրան, որպեսզի կարողանա բաժանվել կնոջից եւ վերջ։ Տոնի, փառք Աստծո, հիմա քեզ ավելի լավ չես զգում, խիղճդ էլ պետք է որ ավելի հանգիստ լինի։ Չգիտեմ։ Անկեղծ եմ ասում, ինչև արդյունքը չտեսնեմ, ոչինչ չեմ կարող ասել։ Ես դա կիմանամ այն ժամանակ, երբ այս ամուսնության արդյունքը տեսնեմ։ Եվ դու թույլ ես տալու, որ նրանք ամուսնանան։ Դե, դա այդ մարդուց է կախված, այդ կապկանման մագոից։ Ես իմ աղջկա երջանկությանը խոչընդոտ չեմ հանդիսանա, ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի, չեմ ուզում, որ իմ պատճառով տխրի կամ էլ հիասթափվի։ Շնորհավորում եմ, Տոնի, ես այնքան եմ հպարտանում քեզնով, ու ես գիտեմ, որ դու էլ ես շատ ուրախ, ուղղակի դժվարանում ես դա խոստովանել։ Ես շնորհակալություն եմ քեզ հայտնում Գոյտայի անունից, հայրիկ, ինչպես նաև իմ անունից։ Նրա երջանկությունը իմ երջանկությունն է։ Կտեսնես, որ դու սրա համար չես զղջա։ Անհնար է զղջել, եթե օգնում ես, որ մարդիկ երջանիկ լինեն։ Տեսար, հայրիկ, տեսար, թե որքան ես սիրում քո երեխաներին։ Որտեղ ես Լեոն։ Այսօր ամեն ինչի վերջը կդնենք։ Վանականի վերջը եկել է։ Լեոն, որտեղ ես։ Ինչ է պատահել, օրեղբայր։ Ուզված ես երևում։ Ինձ լսիր, Լեոն։ Մենք այստեղ երկուսով ենք։ Միայն ես ու դու։
Այստեղ ոչ ոք չկա։ Տես, ես ոչ միկրոֆոն ունեմ, ոչ ինչ-որ ձայնագրող սարք։ Ու ինձ զենք էլ պետք չեմ։ Մի քիչ շատ չես քեզ անհոգ պահում մի մարդու առաջ, որին վտանգավոր հանցագործ ես համարում։ Ես միայն ուզում եմ զարմիկ, որ այս ամենն ավարտվի։ Ուզում եմ, որ այս մղձավանջը մեկ էլ միշտ ավարտվի։ Ուզում եմ երջանիկ լինել, հավատա ինձ։ Բայց դրա համար դու ոստիկանություն պիտի գնաս։ Դու պետք է գնաս եւ հանձնվես։ Աուրելիո, ես քեզ ասացի, որ ես չեմ վանակ կանում։ Նշանակում է դա անելու կարիք չկա։ Ես իմ կյանքում ոչ մի հանցանք չեմ գործել։ Ինձ նույնիսկ որպես բժիշկ չեն կարող ինչ-որ հարցում մեղադրել։ Եթե համաձայնես իմ ասածի հետ, ես այնպես կանեմ, որ նրանք քեզ հկան հիվանդ կհամարեն։ Եվ այդ դեպքում ոչ թե բանտ կուղարկեն, այլ հոգեբուժարան։ Իսկ այնտեղ ամեն ինչ այլ է։ Հոգեբուժարան նման չէ բանտի։ Այն հանգստյան տան պես մի բան է։ Հավատա ինձ զարմիկ։ Դա քեզ համար ամենալավ լուծումը կլինի։ Լսիր Լեոն, ես չեմ եկել քեզ դատապարտելու կամ ինչ-որ հարցում մեղադրելու, ոչ, բոլորովին։ Ես այստեղ եմ եկել։ Որովհետև Լեոն, ուզում եմ քեզ երջանիկ տեսնել։ Ես ուզում եմ հանգիստ ապրել։ Ուզում եմ նաև որ դու քեզ լավ զգաս։ Դե ինչ կասես։ Ընդունում ես իմ առաջարկը։ Ընդունում ես թե ոչ։ ¿Aceptas mi proposición? Հալավ դու հզորես, մաքուր սրտով ես լսիր չեն պատրաստվում մատնել քեզ Կարող եմ փոխարենը կոտրել սիրտը թեզ Ահա եկել է պահը վերցնելու վայելել քեզ Լավ կլինի որ ինձ հետևես Ուր էլ փախչեմ ում աշխարհներ